Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևում է Արհեստներ եւ մասնագիտություններ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Աշտարակ քաղաքում, որտեղ եւ կանցնի նկարիչ Մելտոնյանի ցուցահանդեսը։ Գնանք եւ ներկա գտնվենք ցուցահանդեսի բացման արարողությանը։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն գեղարվեստական կերպարների միջոցով։ Իրականության գեղագիտական ճանաչումը, մարդու գեղարվեստական ստեղծագործությունը իրացվում է արվեստի տարբեր տեսակների միջոցով։ Գեղագիտական երևույթները ընկալվում են տեսողությամբ, լսողությամբ, ինչպես նաև սինթեզված, միաժամանակ եւ լսողությամբ եւ տեսողությամբ։ Արվեստը ծագել է դեռևս քարի դարում։ Նախնադարյան արվեստը անմիջականորեն միահյուսվել է մարդկանց աշխատանքային գործունեության հետ, կազմել նրա շարունակությունը։ Այն եղել է նաև սինկրետիկ, չմասնատված, միահյուսված ձևով միաժամանակ ընդգրկել արվեստի գրեթե բոլոր տեսակների տարրերը։ Հետագայում պատմական առաջադիմության և մշակույթի զարգացման հետ միասին արվեստի և արտադրության կապը դառնում է միջնորդավորված։ Առաջանում են արվեստի տարբեր տեսակներ։ Ընդհանրապես նպատակներից, եթե խոսենք, կարելի է շատ թվարկել, որտեվ կյանքը ինքնին բազմաբովանդակ է։ Պարզապես իմ սերն է սա, իմ տարիների աշխատանքն է և հատկացրել եմ ամեն տարուց մի 3 գործ, հավաքել եմ և այսօր կազմակերպել եմ այս ցուցահանդեսը, հանձնելով իմ հանդիսատեսի, իմ հայրենակիցների, չասեմ դատին, թող նայեն մարդիկ, ինչ որ ես եմ զգացել, կուզեի, որ մարդիկ էլ այդ զգան, որտեղ մենք հրաշալի հայրենիք ունենք, բոլոր առումներով։ Մեր հայրենի բնությունից վերցված գործեր են և ոչ միայն կան երևակայական աշխատանքներ։ Գևորգի արվեստը շատ խորն է, Գևորգի նկարչությունը շատ ազնիվ է, այսինքն իր արվեստը մեկնաբանելը, ես չէ որ պետք է մեկնաբանեմ, արվեստաբանները ավելի խորը բառեր կարող են ասել, բայց իր նկարներին նայելուց չես կարող պարզապես նայել և անցնել։ Դու կկանգնես, կմտորես, կնայես, կհիշես, կլցվես էներգիայով և կշարունակես քո օրը։ Միջազգային ցուցահանդեսների անցկացման ավանդույթը ծագել է ֆրանսիական ազգային ցուցահանդեսների լույսի ներքո, որոնց գագաթնակետը դարձել է 1844 թվականի միջազգային ցուցահանդեսը։ Առաջին համաշխարհային ցուցահանդեսը անցկացվել է Լոնդոնում։ Ցուցահանդեսի գլխավոր տեսարժան վայրը բյուրեղապակյա պալատն էր, որը մետաղից և ապակուց հիմնադրվել է Ջոզեֆ Պաքստոնի կողմից։ Ներկայությամբ գոյություն ունեն ցուցահանդեսների 2 հիմնական տեսակ՝ գրանցված և ճանաչված։ Գրանցված ցուցահանդեսներն ըստ մասշտաբին ամենախոշոր միջոցառումներն են։ Նախկինում գրանցված ցուցահանդեսները կոչվում էին ունիվերսալ ցուցահանդեսներ։ Այս տիպի ցուցահանդեսները անցկացվում են ամեն 5 տարին մեկ։ Ճանաչված ցուցահանդեսներն ավելի փոքր են իրենց չափսերով և արժողությամբ և ավելի կարճ են իրենց տևողությամբ՝ 3 շաբաթից մինչև 3 ամիս։ Մասնակիցների ծախսերը ավելի քիչ են, քանի որ նրանք կազմակերպչից կարող են վարձել արդեն կառուցված ցուցասրահը։ Գիտեք, ես Գևորգի արվեստին ծանոթ չէի, ոնց որ բացմանը ասեցի, ավելի շատ ցուցանցերից և մի անգամ եկել էր իմ հետ ծանոթանալու, այդ օրվանից ճանաչել եմ իրեն և ավելի շատ տեսնում էի, որ ծաղրանկարներ է անում, իմիջիայլոց շատ հաջող և չգիտեմ ինչի չի ցուցադրել, լավ չի արել, որովհետև շատ հաջողված ծաղրանկարներ ունի, իսկապես։ Իսկ իմ համար շատ կարևոր է, որ նկարիչը գծանկարին տիրապետում է։ Աշտարակցի է և երևում է իր նկարներից, բնությունը աշտարակի, եկեղեցիները, կարմրավորը, տարբեր վիճակների մեջ, ձմեռ, ամառ, աշուն, ուրախ եմ, որ Աշտարակում Գևորգ Մելտոնյանի պես նկարիչ կա և կարծում եմ, որ Աշտարակը արժանի է իսկապես, որ
արվեստագետներ ունենա, որ մշակութային միջոցառումներ շատ լինեն։ Եվ ահավասիկ դրանցից մեկը այսօր այս ցուցահանդեսն է, որի բացմանը մենք սիրով ներկա եղանք։ Ներկերն ու գունավոր նյութերն օգտագործվում են առարկաներին գեղեցիկ տեսք տալու եւ մակերևույթը քայքայումից պաշտպանելու նպատակով։ Ներկերը բաղկացած են թաղանթ առաջացնող սոսնձող նյութերից եւ մանրացված օրգանական կամ անօրգանական սիիկ վենաներից։ Ներկերի աշխարհը բազմազան է եւ շատ հետաքրքիր։ Գունանյութեր կարելի է ստանալ հանքանյութերից եւ օրգանական նյութերից, ներառյալ կիսաթանկարժեք քարերից եւ խխունջի լորձից։ Հենց հույն փիլիսոփա Պլատոնը հայտնաբերեց, որ կարող է խառնել երկու տարբեր գույնի ներկեր երրորդ գույնը ստանալու համար։ Ժամանակին մանուշակագույնը համարվում էր արիստոկրատների գույն։ Այն այնքան թանկ էր, որ միայն բարձրաշխարհիկ ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ այդ պիգմենտն օգտագործել։ Հայաստանում հայտնի է հայկական կապույտ, հայկական լազուր կապտագույն ներկը, որի հիմքը կազմել է կիսաթանկագին քարից, լաջվարտից Հայաստանում ստացվող փոշենման լեղակը։ Կիրառվել է գեղանկարչության, հատկապես մանրանկարչության մեջ, ինչպես եւ գործվածքներ ներկելու համար։ Հայտնի է նաեւ արարատյան որտան կարմիրը, որը որտան կարմիր միջատների էգերից ստացվող կարմիր գունաներկն է։ Աշխարհում գոյություն ունի այդ միջատների միայն 3 տեսակ՝ հայկական, մեքսիկական եւ լեհական։ Առավել որակյալ է համարվել արարատյան կարմրավորտից ստացվող ներկը։ Այն լայնորեն օգտագործվել է մանացագործության եւ գորգերի արտադրության մեջ։ Որտան կարմիրը շատ կայուն ներկ էր, այդ թվում լույսի ազդեցության հանդեպ մինչ օրս դրա հետքերը հայտնաբերվում են 4-ից 3-րդ հազարամյակների վաղեմության հայկական պալատական համալիրների ավերակներում։ Հայկական որտան կարմիրից ստանում էին բոլոր երանգները, սակայն հատկապես այն գնահատվում էր հագեցած կարմիր գույնի համար։ Այսօր որոշ հետազոտողներ փորձեր են անում վերականգնելու բոսորագույն կարմիրի ստացման կորցված բաղադրությունը։ Ուրեմն ես Գևորգին հետ հանդիպել եմ 2016 թվականին ու մեր երկուսի առիթն էլ, շարժառիթն էլ մեր հանդիպման եղել է Կարմրավորի Մարիամ Աստվածածին եկեղեցին, որտեղ 2016-ին Քրիստին Լամուղայի հետ, որ որմնանկարի վերականգնման մասնագետ է, ինքը բելգիուհի է, ուրեմն ներկայացրել էին գիտամետական խորհրդին Երևանի մշակույթի նախարարության, ընդունվել էր մեր նախագիծը եւ մեր նպատակն էր փորձել վերականգնել առաջին հերթին բացակայել եւ վերականգնել ուրեմն Կարմրավորի ներսում պահպանված որմնանկարները։ Ուրեմն այդ ժամանակ մենք ներսում էինք աշխատում էլի պատմական նկարների եւ որմնանկարների վրա, Գևորգն էլ անընդհատ հիշում եմ հեծանիվով գալիս էր այնտեղ ու էսքիզներ էր անում ու նկարում ու այդպես ծանոթացանք իրար հետ, այսինքն եւ մենք եւ ինքը նույն բանով էինք զբաղված եւ նույն հրապուրները ունեինք։ Մտերմացանք, հետո ինքը ընտանիքին ծանոթացրեց, տիկնոջը, երեխան ու մեր մեջ հաստատվեց այդպես շատ ջերմ ընկերական։ Ես միշտ հետևում եմ իրեն, մանավանդ որ ինքը Facebook-ում նաև ելույթներ է ունենում, նկարներն է ցույց տալիս, եւ ես բոլոր նկարների մի փոքր մասը ես արդեն ծանոթ էի, որովհետեւ կամ տեսել էի, երբ որ մենք ծանոթացել էինք եւ գնացել էի իր արվեստանոց, կամ ուղղակի ինքը համացանցում դրել է։ Ու այդպես մեր ընկերությունը մնաց։ Հիմա այս կարճ ժամանակում, փաստորեն 2 շաբաթվա մեջ շատ հետաքրքիր բաներ տեղ ունեցան։ Մենք ուրեմն եկանք Իտալիա եւ համալսարանում պետական ներկայացրեցինք մեր վերջին 3-րդ գիրքը, որ նվիրված է Դադիվանքի որմնանկարների վերականգնմանը։ Ու հենց Գևորգն իմացավ, միանգամից եկավ տղայի հետ մեքենայով եւ մասնակցեց։ Հետո ես իմացա, որ ինքը պիտի ցուցահանդես անցի պիտի գամ, քանի որ դեր էստեղ եմ։ Մենք հիմա արտիկում ենք աշխատում, այնպես որ Գևորգին շատ սիրում եմ, ինքը շատ տաղանդավոր տղա է, շատ շնորհքով, լավ ձեռք ունի, գույնի շատ զգացողություն ունի, կառուցվածքը նկարի շատ հմուտ է անում։ Իրեն այստեղ տարբեր շրջաններ կան այստեղ, կա եւ յուղաներկը կա, եւ գրաֆիկան կա, եւ խառը տեխնիկան կա, գծանկարը կա, առաջին փուլը կա, որ ինքը շատ է սիրում։ Եվ հետո ասել է, որ երևակայական, այդպես կախարդական, այդ 2 նկար կա, շատ հետաքրքիր են։ Մի խոսքով, ես շնորհավորում եմ Գևորգին, ես ցանկանում եմ, որ ինքը
շարունակի իր աշխատանքային գործունեությունը, երբեք վրձինները ցած չդնի եւ մեզ բոլորից պարգևի այսպիսի գեղեցիկ նկարներ, ինչպես որ այս ցուցահանդեսում է։ Գեղանկարչություն տերմինը հայերենում ունի իր հոմանիշը՝ գունանկար, գունանկարչություն, գունագրություն, կենդանագիր, կենդանագրություն, երբնագիր։ Ներկա իմաստով գեղանկարչությունը նոր տերմին է, հայկական գեղանկարչության սկզբնավորումը շատ հին է։ Օրգանական եւ անօրգանական ներկանյութերի առատությունն ու հարուստ գունաշարը նպաստել են գույների ակտիվ օգտագործմանը, պաշտամունքային, կիրառական եւ գեղարվեստական նպատակներով։ Անտիկ շրջանում ու միջնադարում Հայաստանը եղել է բազմատեսակ ներկանյութեր ու ներկեր արտահանող։ Երկրաչափական, բուսական, կենդանական, զարդամոտիվներով, իսկ երբեմն նաև ռեալ պատկերներով գունազարդ խեցեղեն է գոյություն ունեցել բրոնզի դարում։ Սակայն գեղանկարչությունը, որպես արվեստի մասնագիտացված բնագավառ Հայաստանում, մեզ հայտնի է ուրարտական ժամանակաշրջանից, Էրեբունիի խճանկարներից եւ որմնանկարներից։ Այստեղ կիրառված զարդանախշային մոտիվների հետ հանդիպում են կենդանի դիտված կրոնական որսորդական աշխատանքային պատկերներ։ Գեղանկարչության պահպանված լավագույն օրինակ է Գառնիի բաղնիքի խճանկար հատակը, 3-րդ դար, որտեղ օգտագործվել են տեղական գունախճերը։ Հայաստանում ֆեոդալիզմի հաստատումն ու քրիստոնեության պաշտոնականացումը գեղանկարչությանը գաղափարական նոր բովանդակություն ու ձև հաղորդեց։ Գլխավոր պատվիրատուն դարձավ եկեղեցին, որն իր որոշակի պահանջները դրեց նկարիչ կատարողների առջև։ Այնուհետև գեղանկարչությունը նոր վերել կապրեց։ Մանրանկարչությունը դարձավ հայկական միջնադարյան գեղանկարչության առաջատար ասպարեզը։ Եկեղեցական նկարչության կողքին ինքնություն հաստատեց եւ վերել կապրեց աշխարհիկ բովանդակությամբ պրոֆեսիոնալ գեղանկարչությունը։ Գևորգի մասին կարելի է ահագին բան ասել։ Նախ որոնողը, պրպտողը, ձգտողը, ուզում է որ միշտ նոր խոսք ասի։ Ու դրա համար իր մոտ սկսվեց տարբեր մեկ երկումներ, մեկ ուրիշ միջոցներ ձևակերպում, որ ինքը իրեն գտնի։ Ու վերջապես ինքը հանգեց սրան։ Նկարչությունը գտավ, որ իր մոտ վերջնական է ու այդ ուղղությամբ բավականին զարգացավ։ Ես շնորհավորում եմ իրեն, ցանկանում եմ ավելի, քան այստեղ կա, ավելին եմ ցանկանում, որովհետև ինքը կարող է։ Եթե կարող է, պետք է անի։ Մնում է իրան աշխատել, աշխատել, աշխատել։ Շնորհավորում եմ։ Towards the color that lies within. Nothing between you and I. Այսօրվա համար այս կանը ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, իսկ դուք հետևեք մեր հաղորդումներին։ Միշտ նոր հանդիպում։